Պարոն Պապոյան, այսօր մամուլում տեղեկություններ կար, որ արդեն մեր արտագնա աշխատողներ, այսպես ասած խոպանչիները խնդիրներ ունեն, որովհետև Լարսի ճանապարհից իրենց հետ են անցակետից հետ են ուղարկում Հայաստան եւ Ռուսաստան թույլ չեն տալիս գնալ։ Ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ եւ հնարավոր է դուք նաեւ ահազանգեր եք ստացել, որ իրենք խնդիրներ ունեն։ Այդպիսի ահազանգ չենք ստացել, երևի թե Կալուգացի անգրագետ օլիգարխի օֆիսի հերթական մտքի թռիչքն է, որովհետև իրենք նստում են մտքում ամեն օր փորձում են ինչ օրինեն, որը Հայաստանի Հանրապետության դեմ ավելի լավ կաշխատի։ Այ օրինակ հիմա ինչ են ասեք չկա, չէ, ադրբեջանցիները չեն խոսում 300,000 ադրբեջանցու մասին, բայց իրանք խոսում են։ Այսինքն հստակ հայտարարում եք այդպիսի թեմա չկա։ Հակապետական գործնեություն։ Դուք հստակ հայտարարում եք այդպիսի թեմա Կալուգացի չկա, օլիգարխի թիմը զբաղվում է հակապետական գործնեությամբ եւ իհարկե այդ հակապետական գործնեությունը պետք է առաջիկայում տվի նախ քաղաքական, հետո նաեւ իրավական գնահատական։ Ադրբեջանցիները վերադարձել կապած թեմա փակ է, պարոն Պապոյան։ Բոլոր անգրագետ օլիգարխները, որոնք այլ երկրից ներմուծվել են Հայաստան հատուկ նպատակով, որտեղ տեսեք, մենք ի՞նչ է, մենք Հայաստանից օրինակ պամիդոր ենք ներմուծում, ուրեմն արտահանում այլ երկրներ, ասենք այլ երկրներից են ուրեմն օտարերկրներ գործակալ են արտահանում Հայաստան, այս հետաքրքիր ապրանքաշրջանառությունը տեղի ունենում եւ այս ապրանքաշրջանառության process-ին պետք է իհարկե տրվի քաղաքական եւ հետո նաեւ իրավական գործ։ Դուք իմ հարցին չպատասխանեցիք, ադրբեջանցիները վերադարձի թեման փակ է Հայաստանի համար։ Իհարկե փակ է, այդպիսի հարցը բաց է մենակ Կալուգալսի օլիգարխի շրջապատում, որովհետեւ նրանք ուզում են այդ հարցը բացեն, որպեսզի Հայաստանի դեմ այդ գործոնը օգտագործվի, որովհետեւ Հայաստանը ինչքան թույլ, այնքան Կալուգացի օլիգարխի համար լավ։ Հիմա հստակ արձանագրեցին խնդիրներ չունեն մեր արտագնա աշխատակիցները, ահազանգեր չունեն։ Ես առաջի անգամ եմ լսում, հիմա կարող է մի քաղաքացի ինչ-որ փաստաթղթի խնդիր ունի, այդ մարդը ունի, բայց դրա կողքն 100,000 հոգի չունեն այդպիսի խնդիր։